Ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված օրհնի բոլորիս։ Ես էլ եմ շնորհավորում հայրերի տոնը, մեր եղբայրներին, Աստված ամենակարևոր առողջություն տա, որպեսզի կարողանան իրենց ընտանիքները պահեն, համերաշխություն, խաղաղություն, իմաստություն։ Այսօր հայրերի տոնն է, մտածում եմ ինչ խոսամ, այսինքն նյութը շարունակեմ, բայց քանի որ այսօր հայրերի տոնն է, մենք ոնց կարող ենք մեր երկնավոր հոր մասին չխոսանք, չէ՞։ Մեր երկնավոր հոր, մեր Աստծո մասին ոնց չխոսանք։ Ուրեմն Տեր Հիսուս ասեց, որ էլ մի աղոթեք Աբրահամ, Իսահակի, Հակոբի Աստվածը, ասեք հայր մեր։ Ես զարմացան մարդիկ, ասին ոնց թե, ասեց հայր մեր, որ երկինքն ես։ Եվ Հիսուս նոր ուղղություն տվեց դեպի հայր Աստված, նոր ճամփա բացեց, մի նոր մոտեցում եղավ, այլևս չէին աղոթում պաշտոնական Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը Եհովա ողորմա մեզի, ապա Աբրահամը, Իսահակը, Հակոբը դուրս եկան մեջտեղից եւ Աստված դարձավ մեր հայրը, բայց այս ասելը մի բան պետք է հասկանային, եթե մեր հայրն է, սա ոնց է լինում, որ մեր հայրն է, իսկ հայրը որդուն էր ուղարկել, որպեսզի որդու միջոցով որդեգրություն ընդունեինք եւ Աստված դառնար մեր հայրը։ Այսօր աշխարհի մեջ շատ մարդիկ կան, որ հայր չունեն։ Ոմանց հայրերը պատերազմ են գնացել, չեն վերադարձել, որոնք մահացել են անժամանակ եւ այլն, շատ մարդիկ կան, որոնք որբ են մեծացել եւ Աստվածարան ասում է ես որբին հայր եղա։ Մի հատ հայր կա, որ երեք այսօր հավիտյան չի փոխվի եւ Աստված Իսրական ճշմարիտ հայրն է մեր, Աստված մեր Աստվածը, մեր հայրն է։ Եվ մենք աղոթելու չենք ասում Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, մենք ասում ենք հայր մեր, այն Հիսուսը, որ դու ուղարկել ես դրա անունից աղոթում ենք քեզի եւ մեր երկնավոր հորը փառաբանում ենք, գովերգում ենք, պաշտում ենք եւ իսկապես Աստված սքանչելի Աստված է։ Պողոս առաքյալը Հռոմեացիս 11-ի մեջ շատ հետաքրքիր գրում է այդ խոսքերը ես գրել էի եւ ֆրեմի մեջ է դրել եւ մեր կուխնի պատին էի կպցրել, որ ամեն անգամ հաց ուտելուց կարդում էի. Ով իմաստության եւ գիտության խորանկություն, ինչ անքննելի են քո դադաստանները ու անզննելի են քո ճամփաները։ Ինչ սքանչելի է, Աստված։ Մի տեղից կարդամ, դուք կարդաք անպայման տունը, շատ Հոբ 38 գլուխը, խնդրում եմ, շատ եմ խնդրում, կարդացեք, որպեսզի ավելի ու ավելի ճանաչենք, թե ով է Աստված, ավելի իմանանք, թե ով է մեր երկնավոր հայրը, և այսպես է գրված, ես շատ եմ սիրում հենց առաջի համարը, այն ատեն Եհովա փոթորիկի մեջ են պատասխան տալով Հոբին ասավ, ով է ատիկա, որ անիմաց խոսքերով խորհուրդը կնսեմ ասնե։ Այսօր անիմաց խոսքերով Աստվածային խորհուրդը նսեմ ասնում են, Աստված չկա, ինչ Հիսուս, ինչ բան եւ այլը, մի հատ երիտասարդ կա, ինքը TikTok-ի մեջ հոգևոր տղա է, անընդհատ դուրսը խանութների մեջ բան ինտերվյու վերցնում, ասում է, Are you believing Jesus Christ? 90% ասում են ոչ։ 90%-ը ասում են, որ ինքը չի շարունակում, ինչի չես հավատում եւ այլը։ Եվ մեծամասնություն ասում են, that's an old story, հին պատմություն է, անցել է, դարը փոխվել է, իմացար։ Մի մասը գիտեք ինչ է ասում հավատքի մասին, Հիսուսի մասին։ Հիսուս Քրիստոս այս հավատքը ասում են ստեղծել են, որպեսզի աշխարհը կարողանա կոնտրոլ անեն, այսինքն մի մասին խոնար պահեն, որտեղ մի մասը չի խոնարհում, աննազանդ է, որպեսզի բալանս լինի մարդկության մեջ։ Եթե դա վերցնեն, գազանություն կլինի իրար կսպանը եւ այլը, որպեսզի
բարի եւ չարի այս բալանսը պահեն, դրա համար ստեղծել են այս պատմությունը։ Եվ այս ձևով իրենց իմաստությունով Աստծո խորհուրդը ուզում են խափանել, բայց չի խափանվի Աստծո խորհուրդը։ Աստծո խորհուրդը 3 այսօր եւ հավիտյան նույնն է, եւ Հոբ 38-ի մեջ Աստված ասում է, որ հիմա կտրիչի պես մեջքդ պնդացրե, քեզի հարցնեմ եւ քո գիտածածդ ինձ իմացրուր։ Ուր էի դու, երբ ես երկրի հիմեր կդնեի։ Ուր էիք դուք, ով մարդիկ։ Դուք հիմա մի հատ եկեք հլա հավաքվեք, եկեք ինձ հետ վիճաբանության, դուք որտեղ եք եւ որ ես երկրի հիմերն էի դրում։ Դրա վրա լար քաշեցի, անկյունի քարը, որ Քրիստոս էր դրեցի, այդ ջուրի աղբյուրները ստեղծեցի, սահման դրեցի ծովի եւ ավազի միջև։ Ուր էիք դուք, չկայիք դուք։ Եվ Աստված ասում է, որ դուք անասունի պես մի եղեք, ասուն եղեք, վերև նայեք, նայեք ով ստեղծեց այս ամեն ինչը, այս գեղեցկությունը, այս ոնց է, այս ամեն ինչը պտտվում, այս ինչ ում կամքն է այս ամեն ինչը։ Եվ մարդիկ չէին հասկանում եւ ասում են, որ Աստված չկա, Աստված չկա։ Ես որ առաջի անգամ եկեղեցի գնացի, առաջի անգամ պաշտամունքի գնացի, դա ուրբաթ օր էր, թե հինգշաբթի օր էր, չեմ հիշում, հիմա սերտողություն էր եւ եղբայրը սերտողություն էր անում եւ Եփեսացից թուղթն էր սերտողությունը եւ այն ժամանակ մասնակից եղա, թե ինչպես Աստված Քրիստոսով մեզի որդեգիր արեց։ Եվ մենք դարձանք որդիներ, ես զարմացել էի, դե չգիտեի ավետարանը, բան չգիտեի, հիմա էլ չգիտեմ, սովորում եմ, բայց այդ որ իմացա, որ որդեգիր արի Աստված, ինձի որդեգրել է, եւ այդ որդեգրությունը ոնց է եղել, շշմել էի, զարմանում, ու միջև այսօր էլ զարմանում եմ։ Միջև այսօր էլ զարմանում եմ։ Մի հատ քույր, մի հատ քարոջիչ եղբոր ասեց, ես հավատում եմ Հիսուսին, վերստին ծնունդ ունեմ, բայց մեղ կա, որ անդադ գործում եմ, ինչ կասեք, ասեց, դե Եբրայեցի թղթի մեջ գրված է, որ եթե նույն մեղքը գործում ես անդադ, այլևս կորցված ես դու։ Այնքան դառնություն եկա մեջս, որ այս շնորհքը իրենց խորհրդով չիմանալով ոնց են խափանում։ Լավ, որպեսզի մենք շատ բան չանենք, ես ձեզ կարդամ Առաջի Հովանու թղթի շատ հայտնի համար, Առաջի Հովանու թուղթն է, եւ այսպես է գրում Հովանու առաքյալը, տեսեք, հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզի, որպեսզի մենք Աստծո որդիները կոչվենք, այսօր համար աշխարհ մեզի չի ճանչնար, վասնզի զանիկա չի ճանչնար։ Տեսեք հələ, տեսեք, տեսնել ինչ է նշանակում տեսնել, տեսնել եւ որ ասում ենք, հասկանում ենք մարդու աշկերը, որ տեսնում են, բայց խոսքը ներքին հոգու աշկի մասին է, հոգեվորապես տեսնել։ Հիմա որ կույրի աշկերը բացում է, առաջի բան ինքը ինչ է անում։ Ինչ է անում առաջի բանը։ Կույրը։ Տեսնում է, բայց առաջի բանը, քայլը ինչ է անում։ Ձերքի գավազանը, որով առաջնորդվում է, նետում է, որովհետև այլևս դրա կարիքը չունի։ Եվ որ մեր աշկերը բացվեց, մենք նետեցինք այն ամեն ինչը, որ մեզ առաջնորդում էր այս մեղքի կյանքի մեջ, որտեղ մենք տեսանք Քրիստոս, Աստված տեսանք մենք։ Մեր վրայից վերցվեց այդ բեռը։ Տեսեք, հայր ինչպիսի սեր շնորհեց մեզի։ Հայրը սեր շնորհեց մեզի, հայրը մեզի մի բան է տվել, մի ողորմություն է տվել մեզի, մի գթություն է տվել, շնորհք է տվել մեզի։ Տեսեք, հայրը ինչպիսի սեր, այս սերը որ տվեց, ախե ոնց տվեց, ոնց համաձայնվեց այս հայրը, ախե չէր կարող այս հայրը այս մարդկությունը վերացնել եւ նոր ստեղծագործություն անել մի կարգին, չէր կարող էր, բայց նայեք հələ հայրը մեզ սիրեց եւ մենք դեր մեղքերի մեջ ենք եւ ինչպիսի սեր շնորհեց մեզ, ախե մենք բերանով խոսքով ենք ասում, եղբայրներ, քույրեր, այն որ մեղք չգիտեր ինչ բանա, մեղքը համաձայնվեց մեզ համար մեղք դառնալու, ախեր հայրն էլ էր տանջվում, հայրն էլ իր մեջ տանջվում էր, չարչարում էր, այն միածին սիրելի որդին, որի ծոցն էր, այն որ մեղք չգիտեր, դարձավ մեղք մեզ համար, որպեսզի նրա միջոցով մենք Աստծո արդարները կոչվենք, Աստված մեզի որդեգրի նրա միջոցով։ Էսի դժվար բան է, շատ դժվար բան է, անհնարին բան է եւ ես
միշտ ուզում ենք հասկանանք, թե ինչ էր Աստծո սերը, ինչ էր Աստծո ներսը, ով էր Աստված այս, ինչի համաձայնվեց Աստված այս բան անելու։ Ախր մենք արժանի չէինք։ Եթե արժանի լինեինք, պետք է ասենք դե հայր, արժանիք ունենք, դրա համար էլ արել ես։ Ախր մենք մեղավոր ծնվել ենք, անարունությամբ մեր մայրը հղացավ, մեղքով ծնվել ենք։ Արժանի չենք այս բաներին, ինչի Աստված այս բաները արժանացրեց մեզի։ Ինչի է մեզ կանչել։ Սա է հոր Աստծո սերը։ Դրա համար ասում է, գոհացեք Տիրոջով, վասնզի բարի է, վասնզի անոր ողորմությունը հավիտենական է։ Էս ինչ Աստված է, եւ այս կյանքում մերժես այս հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին, որ ինքը ուղարկեց, մերժես հայր Աստծո սերը, չտեսնես սա ու վրիպել դավել լավ է, ասում է իր մայրը իրեն վիժած լիներ կամ այդ ծնված չլիներ։ Այս մարդը։ Տեսեք էլ ինչ սեր շնորհեց մեզի։ Ինչ սեր շնորհեց մեզի։ Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք դարձել։ Փառք Աստծո։ Տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք, չգիտենք ինչ պիտի լինենք, բայց գիտենք թե երբ ինքը հայտնվի Հիսուս Քրիստոս, անորպես պիտի լինենք, վասնզի զանիկա պիտի տեսնենք, ինչպես որ ինքն է այդպես էլ մենք։ Կողոսացիս թղթի մեջ ասում է Պողոս Արաքյալը առաջի գլուխ 12 համարը, գոհանալով հոր Աստուծմե, որ մեզ սուրբերի վիճակի մասնակից լինելու արժանացրեց։ Ուրեմն մի վիճակ ունեինք, խայտարակ մի վիճակ, դադապարտված վիճակ, գերեզմանին հնազանդվող մի վիճակ, մեղքի վիճակ, մահվան վիճակ, սարսափելի մի վիճակի մեջ ենք, բայց Աստված գոհանալով հոր Աստուծմե, որ մեզ այդ վիճակից ազատեց, մի ուրիշ վիճակի տարավ, գոհանալով հոր Աստուծմե, որ մեզ լույսերի մեջ բնակվող սուրբերի վիճակին մասնակից լինելու անարժաններից արժանացրեց։ Այսօր մարդիկ իրանց վիճակը չեն տեսնում։ Այս ինչ վիճակա, այս ինչ վիճակա եւ վիճակը բնագրով շատ հետաքրքիր իմաստներ ունի, մի քանի իմաստ ունի վիճակը եւ մարդու վիճակը այսօր ինչա գերեզմանա, մարդու վիճակը դադապարտված է մարդը։ Մարդը վիճակ չունի։ Ամբուժելի մի մեղքով հիվանդացած գնում է, փրկությունը միայն Քրիստոսի մեջ է, այս երկրի վրա մեկը չի կարող բժշկել նրան, բացի միայն Աստված, նրան նոր ծնունդ է պետք, վերստին ծնունդ է, եւ հայրը հաճեցավ այս բանը անելու այս մարդկությանը, այս աշխարհին եւ ուղարկեց Հիսուս Քրիստոսը, որի միջոցով մեզի որդեգիր արեց։ Որդեգրեց, մենք դարձանք հարազատ որդիներ։ Եփեսացի թղթի մեջ այդ որդեգրությունը այնքան հետաքրքիր է, որտեղ հիմա ես կարամ չի ասենք տղա չունեմ, երեխա չունեմ, գնամ մի հատ երեխա որդեգրեմ։ Եվ որդեգրեմ բերեմ, այդ երեխային պահեմ, մեծացնեմ, եւ այդ երեխան ինձ ասի հայր իմ, այս երեխային ամեն ինչ տամ։ Փոքր ժամանակվանից իրան կերակրեմ, պահեմ, հեծանիվ տամ, առնեմ, տո լիժա առնեմ, տո մեքենա առնեմ, ամեն ինչ տամ, բայց իմ կյանքս, որ իմ մեջ է իմ բնավորությունս, իմ խարակտերս չունի ինքը, ինձնից տարբեր է։ Աստված եւ որ մեզ որդեգրեց, իր հոգին մեզ տվեց, իր կյանքը մեզ տվեց, որպեսզի մենք դառնանք հարազատ որդիներ։ Հարազատ, դրա համար Աստված հաճեցավ մեր մեջ բնակվել եւ մեր կյանքը դարձավ, վերստին ծնունդ ստացանք, աստվածային բնություն ստացանք եւ հայր այլևս չհաճեցավ տաճարների մեջ ապրելու, քարեղեն մարդկանց ձեռքով, ապա հաճեցավ մեր մեջ բնակվելու եւ եկավ Սուրբ Հոգու ձեռքով Աստված մեր կյանքը դարձավ եւ մենք դարձանք հարազատ որդիներ, ոչ թե որդեգրված խորդ որդի, ապա հարազատ որդի եւ դուք հարազատ Աստծո տղաներ եւ աղջիկներն եք։ Դրա համար էլ մենք ասում ենք Աբբա հայր, հայր մեր մեծ հայր։ Մեր պապանա, չէ՞, պապանա։ Եվ ինչպես որ դու քո ծնողին գդիմես, չէ, երբեմն գալիս է, ասում երեխաս պապ ջան, գիտես ես մի բան կա, չէ, մենք կարիք չունենք պաշտոնական ասենք եւ երկնավոր հայր եւ այլ այսպես բան արտասանական ոճով, այլ անմիջական ասենք հայր իմ, գիտես,
Սխալ եմ արել, կամ նեղության մեջ եմ, կամ խոգնության կարիք ունեմ, կամ ուզում եմ խոսամ հետդ, հայր, շնորհակալ եմ, այսօր ուզում եմ աղոտ կանեմ քեզի, փառտամ քեզի, այս ամեն ինչի համար, այսօր ինչ լավ օր էր, օրհնյալ օր էր, երկու հոգու վկայեցի եւ այլ, ամեն բան լավ էր, այսօր շատ լավ եւ փառք քեզի, հայրիմ, եւ Աստված ուզում է այդ անմիջական հաղորդակցությունը իր զավակների հետ լինի։ Աստված ուզում է մեզ հետ խոսա, որտեղ ինքը մեր հայրն է։ Եվ ասեց իմ ձեռքերից գործերի համար պատվեր տվեք ինձ, ինչ անեմ ձեզի, որտեղ Աստված մեզ սիրում, Աստված մեր հայրն է։ Բայց ձեր նման պապա ունեցող կա։ Այս եմ տա, հարցը սա է։ Կա։ Չէ։ Ինչ հայր ունենք, արարիչ երկնքի եւ երկրի։ Կարող է մարդիկ լսեն, ասեն, էսի գիժ է։ Ոնց որ ասի այնքան կարդացել ես մազերը թափել է։ Ավել լավ է մազերս թափի քան ուղեղս։ Իմացար, քաչալ գլխով կմտնեմ երկինք, ոչինչ։ Բայց այդ ձեր խելքով չեք մտնի։ Չեք մտնի։ Եվ մերժել։ Գոհանալով հոր Աստծուն է, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մասնակից լինելու արժանացրեց, բայց ուրիշ ինչ արեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից, ու իր սիրելի որդուն թագավորությանը փոխադրեց։ Մեզ ազատեց խավարի իշխանություն, ուրեմն ինչ որ մեկի իշխանության տակ էինք, եւ մենք ազատություն չունեինք, մենք մեր կամքը չունեինք, մեզ թելադրում էր մեկը, մեզ առաջնորդում էր մեկը, մեր մտքի, մեր սրտի, մեր հին բնությունը օգտագործելով, մեզ թշնամացնելով, խաբելով, ստելով, կեղծելով, համակերպել էր այս կյանքին, համակերպել էր այս ամեն ինչին սիստեմին, բայց փառք Աստծո, որ մեզ ազատագրեց խավարի իշխանությունից Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Սատանայի ձեռքից մեզի խլեց, թեկուզ վիրավորված, թեկուզ վնասված, ինչ ձևով էլի խլեց մեզ Աստված, եւ Աստված մեզ որդեգրեց, Աստված մեզ բժշկեց, եւ մեր իր որդու թագավորությանը փոխադրեց, որով մենք փրկություն ունեցանք իր արյան միջոցով։ Խավարի իշխանության տակ ենք այսօր աշխարհը, ում իշխանության տակ է, խավարի իշխանության տակ է, խավարը իշխում է այս աշխարհիս մեջ, խավարը իշխում է, բայց Աստված մեզ լույսերի մեջ բնակող սուրբերի վիճակի մասնակից լինելու արժանացրեց, մեզ ազատագրեց, բա ոնց չփառաբանենք այս մեր երկնավոր հորը, ոնց չասենք փառք քեզ երկնավոր հայր, եւ ամեն անգամ նրա անունը մեր շրթունքների վրա փառաբանենք, մենք դրա համար ենք հավաքվել այստեղ։ Ինչ ենք մենք գալի այստեղ։ Այստեղ հո կոմսոմոլի ժողով չի, պարտիական ժողով չենք անում։ Այստեղ չենք հավաքվում, թե մտածենք ոնց այս աշխարհը քանդենք։ Ինչ ենք հավաքվում այստեղ հավաքվում ենք մեկ նպատակով, մեր երկնավոր հոր հետ հանդիպելու Հիսուս Քրիստոսի ձեռքով, Սուրբ Հոգի միջոցով, փառաբանելու նրան, շնորհակալություն արել, մեր պաշտոնը կատարելու, որտեղ Աստված մեր կյանքի առաջնորդն է, Աստված մեր հայրն է, այսօր ամեն բան մեր կյանքում կախված է Իրանից, ամեն բան։ Հավատացեք, փող բան, ոչ մի բան դեր չի խաղում այլևս։ Աստված պիտի անի ամեն ինչ, Աստծո ձեռքից պիտի վերցնենք, հայրը պիտի օրհնի, հայրը պիտի հաստատի, պեչատի, որպեսզի մեր հոգևոր կյանքը այս աշխարհիս մեջ լինի օրհնված։ Առանց իրա մենք մի բան չենք կարող անել, առանց Քրիստոսի չենք կարող անել։ Եվ հայրը իշխանություն ունի մեղավորին թողություն ու քավություն տալու, ուրիշ ոչ մեկ չի կարող, ոչ մեկ չի կարող մեղավորին ներել, բացի մեկ անձ, այն որ Քրիստոսի արյունով փրկված է, այն որ Հիսուսի անունով կխնդրե թողություն ու քավություն կստանա։ Եվ Աստված է ամենամեծ դադավորը, որ պետք է դատի մեռելներն ու կենդանիները։ Եվ ամեն մարդ պետք է կայնի Աստծո առջև։ Եվ Պողոս Արաքյանն ասում է Եբրայեցիս թղթի մեջ, սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռք են գնել, վասնզի Աստված մաշող կրակ է։ Այսօր քո հարցերը պետք է լուծես երկնավոր հոր հետ, որպեսզի այն օրը չընկնես այդ մաշող կրակի մեջ։ Մենք մեր երկնավոր հայրեր էլ ունենք։ Երկնավոր հայրեր էլ ունենք եւ մենք սիրում ենք, սիրել ենք, ոմանք կենդանի չեն, մենք սիրել ենք, մեր հայրերը մեզ խրատներ են տվել, մեր հայրերը մեզ երբեմն պատժել են,
մեր սխալների, մեր մեղքերի համար։ Եբրացիս թղթի մեջ Պողոս առաքյալը մեր երկնավոր հոր մասին այսպես է բացատրում մեզի եւ այսպես է ասում, որը շատ հիանալի է եւ օրհնյալ է եւ այսպես է ասում առաքյալը։ Արդ միտքներդ բերեք Զանիկա, որ այնպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հակառակ խոսելու ու որ չլա թե ձեր անձովը հոգնեք ու թուլանաք։ Տակավին արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկեցաք մեղքին։ Մոռացաք այն հորդորը, որ ձեզ հետ կխոսեի, որպեսզի որդիների որդյակ իմ Տերոջ խրատը մի անարգե ու անոր հանդիմանվելով մի թուլանար։ Տերոջ խրատը մի անարգե, նրանից հանդիմանվելով էլ մի թուլացիր։ Ինչու, վասնզի Տերը, մեր հայրը, իր սիրածին կխրատի եւ կծեծե ամեն մեկ որդին, որին կընդունի։ Պարկ իրան։ Ուրեմն Աստծո խրատը, Աստծո ծեծը սուրբ է, կատարյալ է, օրհնություն կա մեջը, ճշտում կա մեր կյանքի մեջ եւ ասում եմ մի թուլացեք, մի նեղվեք, Պողոս առաքյալն է ասում։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզի հետ որպես թե որդիներու հետ պիտի վարվի։ Քանզի որ որդին է ան, որուն հայրը զինքը չի պատժեր։ Իսկ եթե դուք առանց խրատի ելաք, որուն ամենքը մասնակից եղան, այսինքն այս աշխարհը, ինչի այդպես եղավ, ուրեմն խորթեք դուք եւ ոչ թե որդիներ։ Նաեւ մարմնավոր հայրերը, որ մեզ կխրատեն, կպատկառենք, որչափ ավելի պիտի հնազանդենք հոգիների հորը ու ապրենք։ Վասնզի անոնք քիչ օրեր մեզ կխրատեն, իրենց հաճո երևցածի պես, քիչ օրեր, չէ, ասենք հայրը խրատում է, չէ, ասում է, դե շնորհքով եղի եւ այլը, խրատում է, հարևան ունենք, բան ամոթա մի բան չասեն, քիչ օրեր, այսինքն այս աշխարհի վրա եղած քիչ օրերի համար է խրատը մեզի։ Թեկուզ կարևոր է, բայց ասում եմ, բայց Աստված մեր օգտի համար, որպեսզի իր սրբությանը հաղորդակցենք։ Հիրավի ամեն խրատ նույն ատեն ուրախարար չի թվում, հապա տրտմարար, բայց ետքը արդարության խաղաղարար պտուղը կհատուցանի անոնց վարժվողներուն։ Եվ տեսնում ենք, որ Աստծո խրատը ինչ օգտակար է մեզի, ինչ օգտակար Աստված խրատում է, որպեսզի իր սրբությանը հաղորդենք, Աստված խրատում է, որպեսզի իրանից չհեռանանք մեր հայրը, իմացար։ Եվ մեր հայրերն էլ է մեզ խրատում։ Իմ հայրս ինձ չի ծեծել, մամաս է ծեծել, էդ էլ ոնց էր ծեծում, հա։ Ռեմենով էր ծեծում, այդ երկաթի կողմով, ասում է շուրջ ուրեն կողմից խփի, այ կնիկ երկաթի կողմով ես խփում, ասում է չէ, հենց երկաթի կողմով պետք է խփեմ։ Տատիկս է մեջ էր ընկնում, երևի վրան մուր ուներ, մի երկու հատ տատիկիս է իմացար, հա։ Կեսուրին, հա, իմացար։ Հա, բայց մեր երկնավոր հայ եւ երբեմն մեր գնացած ճամփաները չենք հաջողում։ Մեր ուզած բաները չենք ստանում, երբեմն խռովում ենք, երբեմն հավատացյալներ կասում են, ախր Աստված չի տեսնում իմ վիճակս, Աստված տեսնում է քո վիճակը, բայց հայրն ուզում է որպեսզի իր հետ հաղորդակցության մեջ մտնես, ուզում է որ հոգևոր ականջներս բացվի, լսեմ, ուզում է որ Աստված ինձ խրատի, ուզում է շտկի, Աստված բան ունի անելու իմ կյանքիս մեջ, ախր իմ հայրս է, նա անում է իմ բարիքիս համար եւ Աստված ուզում է որ մենք վարժվենք դրան, իր ձայնին, իր խորհրդին, հասկանանք Աստծո խոսքի միջոցով եւ Աստված մեզ հետ խոսում է եւ Աստված մեզ խրատում է։ Երբեմն սխալ բաներ ենք անում եւ խրատի ենք արժանանում, երբեմն տրտմում ենք, տխրում ենք, ասում ենք երկնավոր հայր ինչի էսպես եղավ, ախր ինչի եւ Աստված այս ամեն ինչի մեջ ասում է իրեն վարժվողները խաղաղարար պտուղ ունեն ստանալու։ Ուրեմն Աստված ուզում է մեզ իրեն վարժեցնի եւ մենք վարժվենք մեր երկնավոր հորը։ Փիլիպեցիս թղթի մեջ Պողոս առաքյալը այսպես է ասում. Կգոհանամ Աստծուց մեզ ամեն անգամ, որ ձեզ կհիշեմ, միշտ ամեն խնդրվածքիս մեջ ձեր ամենուն համար ուրախությամբ աղոթք կանեմ։ Ավետարանին հաղորդանալու համար առաջին օրը մինչև հիմա։ Այս մասին վստահ ալելով, թե
Այն որ ձեր մեջ բարի գործը սկսավ, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարի։ Գոհանալով որ Աստծուց շնորհակալ եմ, որ ասում եւ մենք շնորհակալ ենք, որ այսքան եղբայր քույրերը ավետարանին հաղորդակից եք եղել, ընդունել եք Քրիստոսը, ուրախացել ենք, որովհետեւ մենք մեկ ընտանիք դարձանք Քրիստոսով, Հայր Աստծով մենք մեկ ընտանիք ենք դարձել, բայց մի բան կասեմ եմ։ Այս մասին վստահ լինելով, որ այն որ ձեր մեջ բարի գործ է սկսել, մինչև Հիսուս Քրիստոսի օրը հայտնվելու օրը պիտի կատարի Աստված։ Մեր մեջ մի բարի գործ սկսեց։ Մեր մեջ չար գործ կար, չար կամ կար։ Աստված վերստին ծնունդով մեր մեջ մի բարի գործ սկսեց։ Բարի գործ սկսեց։ Միակ եւ դիտակիրը չէ, երբ որ ասում ենք բարի, Հիսուս Քրիստոսը էլ այդ բարի անունը բանջարեցեց, մեկեն զատ բարի չկա, որ է Աստված։ Աստված է որ բարի է։ Աստված է որ մեր հայրն է։ Այսքան որ մենք ենք սխալվում, վրիպում, այսքան որ անում ենք, որ մի ծնողը գահամբեր էր։ Մեր ծնողը կարող է մեզի դուրս չպրտեր, բայց Աստված մեզ դուրս չպրտեց։ Մեզ հավիտենական սիրով սիրեց։ Ինքը ներս առավ մեզի դուրս չհանելու պայմանով։ Դուրս չհանելու պայմանով։ Որտեղ Աստված մեզ այս չափ սիրեց, Աստված մեզ սիրեց։ Հակոբ Հարաքյանն է ասում. մի խաբվեք իմ սիրելի եղբայրներս, ամեն բարի տուրք ու ամեն կատարյալ պարգև վերեն է, լույսը հորմեկիչն է, որու մեջ բնավ փոփոխություն կամ դառնալու շուկը չկա։ Իր ուզելով մեզ ծնավ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք իր ստեղծվածներու երեխայինք կլանք։ Ամեն բարի տուրք ու ամեն կատարյալ պարգև վերևից է, մեզանից էլ չի։ Աստված է տալիս։ Աստված է մեզ տալիս։ Ամեն բարի տուրք, տեսնում եք, այդ հոգևոր կյանքը մեր նոր ստեղծված լինելը, որ Աստված մեզի նոր կյանք տվեց։ Երբեմն մարդիկ կան, չէ, ասում են, ճիշտ է, ես հոգևոր դարձել եմ, բայց այդքան չար չէի, ես բարի եմ եղել միշտ, բարի մարդ եմ եղել, միշտ լավն եմ ցանկացել։ Մի օր մի հատ քույր կա, անուն չեմ ուզում բանանեմ, ասեցին, ում սիրտն է բարի, ասեց իմ սիրտս միշտ բարի է եղել, այսինքն մինչև ապաշխարել ես բարի եմ եղել, այդպես մի բան գոյություն չունի։ Լավ մայր չկա, լավ մայր դարձանք, լավ հայր չկա, լավ հայր դարձանք։ Լավ որդի չկա, լավ որդի դարձանք, լավ աղջիկ չկա, լավ աղջիկ դարձանք։ Աստված է որ այս բարին մեր մեջ բերեց։ Աստված է որ այս ամեն ինչ արեց։ Մեր մեջ մի լավ բան չկար։ Աստված մեզ տվեց, Աստված մեզ զարդարեց Քրիստոսով այդ բարի բաները, այդ ճիշտ բաները, այս կանչելի բաները, այդ պտուղները, Աստված է որ Քրիստոսով տվեց։ Ես ինչ լավ տղա եմ եղել։ Կամ ոնց կարամ ես լավ ամուսին լինեմ։ Քրիստոսը որ դա այդ սերը, Աստվածը որ ինձ ասում է դու նայի որպես իմ որդիս պարտական ես այս բաները անել քո ընտանիքին։ Ես դրա համար եմ համաձայնվում, որովհետև Աստված է ինձ ասում, եթե ոչ չեմ անի, ուրիշ բան կանեմ, սխալ բաներ կանեմ, ուրեմն այն բարություն, այն լավություն, այն լավ մարդ այդ իմեջը ոչ թե մարդուն, ապա Աստվածը որ մարդու մեջ դրել է։ Դա վերստին ծնվածն է, ես գովելի բան չունեմ, ինչ որ կա գովելի Աստծուց մե է, իմ հայրս է տվել, իմ հայրս է գովելի, դրա համար ավետարանը ասում է գոհացեք Աստծուց մե, վասնզի ինքն է բարին, մարդու համար գրված բան չկա, որ ինքը բարի է, առանց բարի աղբյուրի մեկը չի կարա բարի լինել, հայրն է մեր բարի, իմ հայրս է բարի, իր բարիությունը ինքն է ինձ խրատում, որ ես իմ ընտանիքը սիրեմ, եկեղեցի սիրեմ, հարևանի սիրեմ, թե չէ այդ բաները մարդու մեջ չկա, մարդը չի կարող ունենալ։ Առանց Աստծո մեկը չի կարող Աստծո հաճելի լինել, առանց Աստծո խորհուրդը, միտքը, իմաստությունը, կյանքը, հոգին ունենալով, դա անհնարին մի բան է։ Ամեն բարի տուրք, որ այսօր մենք ունենք, մեր օրիցը, մեր երկնավոր հայրը մեզ տվեց, եղբայրներ, քույրեր։ Ուրեմն ամեն բանի մեջ, ամեն անգամ Պողոս Արաքյանը ասում է, ամեն բանի համար փառք տվեք Աստծո, գոհանալով Աստծո, փառք տվեք Աստծո։ Ուրեմն փառք Աստծո, որ մեզի իր որդին պատկերին կերպարանքից լինելու արժանացրեց մեր երկնավոր հայրը։ Նայեք հələ,
Ես ձեզ կարդամ այս հատվածը, որ պետք է կարդամ ձեզ, թաղման ժամանակ են կարդում։ Ես չեմ հասկանում, թե մեռնողի հետ այս համարը ինչ կապ ունի։ Չեմ կարողանում հասկանամ, թե մեռելի վրա այս համարը խի են կարդում։ Ինչ անում այդ մեռելին։ Կամ ինչ կապ ունի մեռնողի հետ։ Եվ այսպես է գրված. Վասնզի Ասիայի մեջ մեզ պատահած նեղությունները չեմ ուզել ձեզ իմացնել, եղբայրներ, թե մեր կարողությունից շատ ավելի ծանրաբեռնվեցանք, նույնիսկ հույսներից կտրվեցավ ապրելուց։ Մեռնողներ ալկոգոլիկ մարդ է, խմենք էլ ավտոտակ մեռելա։ Ինչ կապ ունի էսի նրա հետ։ Բայց մահվան վճիռը մեր վրա զգացինք, որպեսզի մենք մեզ չապավինենք, ապա Աստծո որ մեռելները կհարուցանե։ Որ այնպիսի մեզ մահվան է մեզի փրկեց, ու կփրկե, ու կհուսանք, թե տակավին պիտի փրկե, մեզի համար ձեր ըրած աղոթքի օգնությամբ, որպեսզի շատերուն աղոթքին պատճառով մեզ եղած շնորհքին համար շատերեն գոհություն տրվի Աստծո մեզի համար։ Ուրեմն մահվան աստիճան փորձություն կարող է լինել, բայց մենք մեզի չվստահեցինք ասում է առաքյալը, ապա Աստծո դա այս է հավատքը, այս հավատք առ Աստված սա է։ Փորձության մեջ ամտե ինքը ավելորդ բաներ չարեց իրան փրկելու։ Ինչ արեց, ապա մենք ասում մահվան վճիռը մեր վրա զգացինք ու մենք մեզ չապավինեցինք, ապա Աստծո, որ մեռելները կկենդանացնե, ուրեմն մահվան եւ հարության մեջով սրանք անցան եւ կարծես թե Աստված իրենց հարություն տվեց եւ ասում է, որ աղոթ կարեք մեզ համար եւ փառք տվեք Աստծո, որ այսքան մեզ ողորմություն ունի մեր վրա։ Եղբայրներ, քույրեր, ամեն օր մենք մահվան մեջով ենք անցնում, լավ իմացեք։ Ամեն օր, բայց Աստծո հոր ողորմությունը մեզ հետ է, որպեսզի մեզ հասցնի այն կետին, որի մենք երազում ենք։ Աստված մեզ նայում է, Աստված մեզ հսկում է, աշկի բիբի պես նայում է, երբ քնած ենք մեզ հսկում է Աստված, եւ իր հրեշտակները ուղարկեց, որպեսզի մեզ պահապան լինեն։ Եբրայեցիս թղթի մեջ գրված է։ Նույնիսկ հափշտակության ժամանակ Աստծո հրեշտակներն են, որ պետք է առաջնորդեն մեզի, որովհետև չարի հետ պատերազմ լինի եւ հափշտակության ժամանակ մեզ Հիսուս օդի մեջ պետք է դիմավորի եւ մեր ապահովությունը պետք է ապահովեն։ Դրա համար ասես ես ձեզ հետ եմ, մինչեւ աշխարհի վերջը մի վախեցեք։ Աստված մեզ հետ է։ Եվ ասում են ուր է Աստված։ Ուր է։ Ուր է Աստված։ Երկու հոգևոր իրար հետ ռադիոյով խոսում են, ռադիոյի հաղորդումա, մեկը հարց տվեց մյուսին, ասեց եղբայր, եթե Հիտլերը պատերազմի ժամանակ կեսից կայներ ու ասեր, որ ես սխալվել եմ, ընդունում եմ Հիսուս Քրիստոսը, որ իմ փրկիչն է, Աստված կներեր իրան, ասեց այո։ Այո, կներեր իրան, եթե ինքը խոստովանվեր, ընդուներ, բայց ասեց արդեն 20-30 միլիոն մարդ է մեռել, ասեց իրան կներեր Աստված։ Եթե ծունկի գար խոստովանվեր, ընդուներ Քրիստոսը, Աստված իրան կներեր։ Այս աստիճանի Աստծո սերը մեղավոր մարդու վրա զորություն ունի, ազդեցություն ունի։ Եվ մարգարեն ասում է, ով Իսրայելի ժողովուրդ, եկեք Տիրոջը դառնանք։ Ինքը զարգավ, ինքն է պետք է բժշկի։ Երկու օրում մեզ պետք է կենդանացնի այս 2000, երրորդ օրը իր առջևը պետք է կանգնեցնի եւ պետք է օրհնի մեզ Աստված, եկեք Տիրոջը դառնանք։ Եկեք սա է մեր ամբողջ խնդրվածքը մարդկությանը։ Կերակ, խմեցիք, ուրախացաք, ստամոքսի խոցել ունեցաք, то չգիտեմ ակաժներ թե լավ չի լսում, ինչա խոլեստերոլ, երի Տիրոջը դարձի, հերիք այ ու կերակ խմա, այս սուտ կյանքի հետ հաշտվել եք, մահվան հետ հաշտվելով գնում եք, ժամանակը ձեր դեմը աշխատում, ասում են դե ավելի լավ աշխարհը վայելենք, որտեղ դե մեռնենք, որ սիրտս գոհանա, էլի մեռնելու ես չփոշմանեմ, փոշմանելու ես, մեռնելու պահին ուզենալու ես 1 ժամ ավել ապրես, 1 ժամ ուզենալու ես, բայց Աստված հավիտենական կյանք է տվել, Աստված ուզում է քեզի որդեգիր անի, մերժում է մարդը, անկողինի մեջ մերժում է, մեռնում ես, եկեք Տերոջը դառնանք։ Եկեք տեսեք, եկեք ասում է Տերոջ քաղցր լինելու համն առնենք։ Աստված քաղցր է, Աստված սեր է, Աստված ողորմած է։
Աստված ողորմած է եւ այս մարդկությունը տարապում է այս խավարի իշխանության տակ, այս խավարի իշխանի ուզածի պես, այն ոգին, որ հիմա ապստամբության որդիների ներսիդին կներգործե, որոնք բնության, բարկության որդիներ են, բայց Աստված որ մեծ էր իր սիրով, ողորմած մեզի դուք շնորհքով փրկված եք հավատքի միջոցով եւ սա ոչ թե ձեզանից է, ապա Աստծո պարգևն է, ոչ թե գործերով որ մենք պարծենանք, ապա Աստված մեզ այս գործերը պատրաստեց, օրհնյալ լինի իր սուրբ անունը, դուք շնորհքով փրկված եք հավատքի միջոցով եւ Աստված մեզ հավատ տվեց եւ Աստված մեզի հայր դարձավ, ինչ օրհնյալ է մեր Աստվածը, ինչ սքանչելի է մեր եկնավոր հայրը, այն Հիսուսը, որ հորը ծոցն էր, զարմանալի է, այն որ մեղ չգիտեր, ինչի համար համաձայնվեցիր իմ համար մեղավոր դառնաս, ինչի եկար դու այդ տառապանքի մեջով անցար Հիսուս, ինչու անցար, ինչու դու այդ խաչի, այդ անարգ մահն անձն առար, ինչի համար Հիսուս, ինչ կար իմ մեջ, ինչ սիրելի մեկն եմ ես, ախե ինչ ես, ոչ թե այս ասելով ուզում եմ իմ անձս նսեմացնեմ, որ ցույց տամ ինչքան խոնարհ եմ, ապա իրականությունն է սա, ինչ կար ձեր մեջ, ինչ կա սիրելի, որ Աստված համաձայնվեց, որ ինքը մեղավոր դառնա մեզ համար եւ այդ բանը արեց, եւ Աստծո սերը մենք տեսանք, տեսեք, ինչ սքանչելի սեր տվեց Աստված մեզի, ինչ սքանչելի սեր։ Պողոս առաքյալը Կորինթացիս, առաջի Կորինթացիս Էլի հայտնի համար է, մեզ համար այսպես է գրված, 15 գլուխն է, և այսպես է ասում առաքյալը, ուրեով մահ քո խայթոցըտ, ուրեով գերեզման քո աղտությունըտ, մահվան խայթոցը մեղքն էր, մեղքի ուժ օրենքը, բայց կա, գոհություն Աստծո, փառք մեր եկնավոր, որ մեզ հաղթություն տվեց Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, ուստի իմ սիրելի եղբայրներս, հաստատուն եւ անշարժ կեցեք եւ ամեն ատեն ավելացեք Տերոջ գործի մեջ։ Գիտնալով թե ձեր աշխատությունը պարապ չէ։ Փառք Աստծո, որ մեզ հաղթանակ տվեց, ու մենք ով կարար հաղթել այսօր գերեզմանի մահվանը։ Եթե ոչ Հիսուս Քրիստոսի ձեռքով, Հիսուս Քրիստոսի միջոցով այր Աստված մեզի հաղթանակ տվեց, հաղթանակ տվեց։ Առաքյալն ասում է, որ ձեզ կարդամ։ Սակայն Հռոմեացիս 5-ը Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, չթաքցրեց, հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք։ Քրիստոս մեզ համար մեռավ, ուրեմն հիմա որ իր արյունով արդարացանք, որչափ ավելի իրմով պիտի ազատենք բարկությունից։ Ուրեմն բարկություն կա, Աստված բարկացած է մեղավորի, մեղքի համար։ Այսօր Աստված, այսօր շնորհքի շրջան Աստված սիրում է, բայց պիտի ժամանակ գա, որ ավարտվի։ Եվ Աստված ոչ թե պիտի աշխարհը դադի մարդկանց իրենց գործած մեղքերի համար, ապա նրա համար, որ այս սերը չընդունեցին, որ նրա արյունը ոտնակով խարեցին։ Մերժեցին Քրիստոսը, մերժեցին հորը, Քրիստոս, այսօր Իսրայելի ամենամեծ խնդիրը նա է, որ ինքը Եհովային մերժեց, Հիսուս Քրիստոսը մերժելով Եհովան մերժեց։ Եթե Քրիստոսը ընդունեին, Եհովային կընդունեին։ Եվ Հիսուս ասեց, ինձի տեսակ, հայրը տեսակ, ես ու հայրը մեկ ենք, եթե դուք ճշմարտությունը գիտնաք, այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի, բայց դուք ճշմարտությունը չիմացաք։ Եվ առաքյալներին ասեց, երանի ձեր աչքերին, որ տեսան այս ամեն ինչը, բայց ավելի երանելի են նրանք, որ չտեսան ու հավատացին ինձ։ Եվ Հովանու 8-րդ գլխի մեջ, Հովանու 17-րդ գլխի մեջ, այսպես է ասում Տեր Հիսուս Քրիստոս, շատ գեղեցիկ ձևի է ասում, ով հայր, զանոնք որ դու ինձ տվեցիր, ուզեմ որ, ուր որ ես լամ, անոնք ալ ինձ հետ լան, ինչ է կարծում, Հիսուս Քրիստոսի խնդրվածքը հայրը պիտի մերժի, թե պիտի ասի այո, տեսեք հլը, Տեր Հիսուս Քրիստոս հորից ինչ է խնդրում, մեզ համար, ձեզ համար,
Ինչ է խնդրում։ Ասում է հայր, զանոք որ ինձ տվիր, կուզեմ որ ես լամ, անոնք ինձ հետ լան, որպեսզի տեսնեն իմ փառքս, որ ինձի տվիր, վասնզի դու ինձ սիրեցիր աշխարհի սկզբից առաջ։ Ով արդար հայր, աշխարհը քեզի չճանչցավ, բայց ես քեզ ճանչցա, եւ անոնք ճանչցան, թե դու ինձ գրգեցիր։ Դա ձեր մասին է, աշակերտների ձեր մասին է։ Քո անունը անոնց ճանչցրեցի ու պիտի ճանաչացնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, անոնց մեջ լա ու ես ալ անոնց մեջ։ Փառք իր մեծ անվանը։ Էս ինչ զորավոր բան է խնդրում Հիսուս։ Էս ինչ զորավոր։ Այն սերը, որով ինձ սիրեցիր, իրանց մեջ լինի։ Տեսնում եք, տարբերություն չկա, ինչպես Աստված իր որդին սիրեց, այնպես էլ մեզ սիրեց։ Եթե մեզի պակաս էր սիրում, որդին ինչի պիտի խաչվեր մեզ համար։ Ինչի։ Ուրեմն ինչպես Քրիստոսին էր սիրում, այնպես մեզ սիրեց։ Սա է ամբողջ պոինտը։ Դրա համար էլ Հիսուս համաձայնվեց, որպեսզի գա մեղք դառնա, որպեսզի մեր նման մեղավորներին փրկի եւ Աստծո ուզում է, որ մենք հորը սերը ճանաչենք եւ որպեսզի ինքն ու հայր ասում է, ես եւ հայրը գանք ու մեր մեջ բնակվեն։ Մեր մեջ բնակվեն։ Շնորհակալ ենք քեզանից երկնավոր հայր, որ մեր նման մեղավոր մարդկանցից երեսը չդարձրեցիր, քու ողորմությունը ու շնորհքդ եկավ հասավ մեզ, ու մինչև այսօր ողորմում ես դեռ աշխարհին, մեզ էլ ես ողորմում, որ այս աշխարհի մեջ ենք, փառք քեզի, որ այս շնորհքին արժանացրեցիր անարժաններից, մենք Պողոսի ասածպես մեղավորների գլուխն ենք, բայց ինչ որ եղավ, քու կամքով եղավ, քու կամքդ արդար է, սուրբ է, ճշմարիտ է, օրհնյալ լինի քու կամքդ, քու գործերդ, քու դատաստաններդ արդար ու ճշմարիտ են, սքանչելի է քու անունդ, եւ ժամանակ պիտի գա, եւ ամեն լեզու, ամեն ծունկ պիտի դավանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Իրեն փառք հավիտյանս ամեն։ Շատ չուզեցի այսպես բարդացնեմ խոսամ, բայց հոր մասին, երկնավոր հոր մասին խոսելը մեկ քարոզ, երկու քարոզ, երեք քարոզով չես ավարտի, ուղղակի այսօր այսքան ուզեցի խոսամ ձեզ, բայց մեր առիթ կլինի նորից էլի խոսանք եւ կփառաբանենք մեր Աստվածը, այն Աստվածը, որ մեզի սիրեց եւ իր կյանքը դրեց մեզ համար։ Իրեն փառք ամեն։